կիբերզեղծարարության թեման դարձել է ամենազգայուն թեմաներից մեկը ֆինանսական ոլորտում այս տարի։ Ինչ վտանգներ եք տեսնում այսօր կենտրոնական բանկը եւ ինչպիսի լրացուցիչ կարգավորիչ կամ տեխնոլոգիական միջոցառումներ են նախատեսում իրականացնել բանկերի եւ վճարային համակարգերի հաճախորդներին պաշտպանելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես չեմ դադարի այդ հարցին անդրադառնալ ու ոնց որ միշտ առաջին մեսեջը որ կտամ մեր հանրությանը դա նա է, որպեսզի վիրտուալ տիրույթում լինեն նույնքան զգոն, ինչքան իրական ֆիզիկական տիրույթում են, այսինքն եթե իրանց տան դուռը բաց չեն թողում տնից դուրս գալուց, նույն կերպ վարվեն իրանց վիրտուալ տիրույթի ակտիվների հետ։ Այդ շատ կարևոր է, այսինքն կանխարգելիչ գործողությունները մեզ թույլ է տալիս ոչ միայն պաշտպանել անհատին, այլ նաև ստեղծել միջավայր, որտեղ ձեր մատնանշած նախկին հարցի ինովացիան կարա տեղի ունենա, որտեղ ինովացիան անալոգային տիրույթում այլևս տեղի չի ունենում։ Մենք պետք է տեղափոխվենք թվային տիրույթ, իսկ թվային տիրույթը իր հետ բերում է բազում ռիսկեր, ու փորձենք համատեղ խելամիտ կառավարել այդ թվային տիրույթի ռիսկերը։ Դրա համար ռեգուլյացիաները որոշակի կլինեն, բայց այդտեղ պիտի հասկանանք, որ այդ ձեր ասած առաջին հարցը, որը շատ եմ հավանում, էլի այդ նորարարության ու ոնց որ դիմակայունության ճիշտ կետը գտնելը, բալանսը գտնելը, հենց այս հարցերի շուրջ է ինքը շատ կարևոր, որտեղ եթե մենք մի կողմից անցնենք ամբողջությամբ անալոգայինի, չգիտեմ, օրինակ ձեզ պարտադրենք, որ ֆինանսական ակտիվներից կամ բանկերի ձեր շփումները բացառապես տեղի ունենան ֆիզիկապես թելերի հետ, ստորագրված թղթերի, կնիքների պարագայում, այդ ձեր վրա լինելու է հավելյալ բեռ, ծախս, ժամանակ եւ այլն։ Հենց տեղափոխվում ենք վիրտուալ տիրույթ, այդտեղ էլ եթե դուք հիգիենայի պայմանները չպահեք, մենք ինչ որ պահի ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել, որը կլինի հետընթաց այն առաջընթացի համեմատ, որը որ մենք այսօր փորձում ենք արձանագրել։ Ուստի մեր քաղաքականության որոշումները միտված է լինելու հենց այդ ճիշտ բալանսը գտնելու ու դրան արձագանքելու։ Ես քանի որ այդ հարցը ամեն շաբաթ մենք նայում ենք, ըստ էության ես չեմ տեսնում նոր դեպքեր, որոնք տենց աճում են կամ նախկին դեպքերի հետ որոշակի զբաղվում ենք ամենօրյա կտրվածքով, բայց բարեբախտաբար նոր դեպքեր չեն լինում։ Արդյոք դա նշանակում է, որ նոր դեպքեր այլևս չեն լինելու, բացարձակ։ Սա աշխարհի մակարդակով ամենալրջագույն խնդիրներից մեկն է ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական համակարգի համար։ Թվային զեղծարարությունները շատ մեծ տարածում ունեն։ Թվային իդենտիֆիկացիայի գողությունները, անձնական դատայի գողությունները, դրանք 21-րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկն են հասարակությունների համար ու մենք անմասն չենք դրանից, որովհետև մենք էլ համահունչ աշխարհին քայլում ենք առաջ։